Մեդիահաբ Նարեգնունի, պարոն Սարգսյան, նախ ձեր խոսքում ասացիք, որ առողջական որոշ խնդիրների դեպքում, եթե հիմա տղաները ազատվում են պարտադիր ժամկետային ծառայությունից, ապա սահմանափակումներով կկարողանան ծառայել։ Խնդրում եմ նշել, թե կոնկրետ որ հիվանդությունների մասին է խոսքը, եւ այս օրենքի նախագիծը բավականին մարդկանց մոտ խոճապ է առաջացել, շատերը հետաքրքրվում են հիմա նաեւ կոմենտներում, այս նստաշրջանին է հարցը քննարկվելու, թե աշնանային նստաշրջանին։ Շնորհակալ եմ կարևոր հարցերի համար, նշեմ, որ կառավարության որոշումներով սահմանված է հիվանդությունների ցանկը, թե որ հիվանդությունների դեպքում են զորակոչիկները ստանում տարկետում եւ որ հիվանդությունների արկայության դեպքում են ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից։ Ես առաջարկել եմ եւ այժմ մի քանի ամիս է արդեն ակտիվ նաեւ առողջապահության նախարարության գործընկերների հետ աշխատում ենք, որպեսզի ցանկը վերանայենք, որտեղ կան բազմաթիվ հիվանդություններ եւ քաղաքացին այսօր ստանում է տարկետում, սակայն նա արկա սպառազինության պայմաններում կարող է նաեւ ծառայություն անցնել իր հիվանդության հետ համատեղ։ Ես չեմ ցանկանա որևէ հիվանդություն այժմ նշել, նաեւ ցանկանամ բերել Իսրայելի փորձը, ճիշտ է մենք այդպես չենք անվելու, բայց դրա նման այսինքն այն քաղաքացիները կարող են որևէ կերպ պիտանի լինեն բանակին, պետք է պիտանի լինեն, որտեղ տեսնում ենք հաճախ, որ քաղաքացիները առողջ են, օրինակ վարորդական վկայական ունեն, մեքենային վարում, կամ զբաղվում են սպորտով, կամ այլ աշխատանքով, եւ անգամ չենք կանխատեսում, որ այդ քաղաքացիները առողջական խնդիր ունեն։ Մեր շրջապատում տեսնում ենք, որ առողջների մեծ մասը չի ծառայել եւ տեսնում ենք, որ իրենք ինչ-ինչ մանր փոքր հիվանդություններ են ունեցել, որի ախտորոշմամբ կարողացել են ազատվել։ Մենք այժմ զինվորական ծառայության տեսակներ ենք բաժանում, որպեսզի որոշ խնդիրներ ունեցողները սահմանափակումով ծառայություն անցնեն։ Օրինակ, ինչ-որ տեխնիկաների վրա լինեն, ինչը մեծ առողջական բազա չի ենթադրում եւ սրանովից մեծացնել զորակոչի թիվը։ Հարցը կքննարկվի այս տարի հաջորդ քառորդյային։ Այո։